Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանին։ Պարոն Զաքարյան, շատ շնորհակալ եմ, որ այսօր մեզ հյուր եկաք։ Պարոն Զաքարյան, այսօր թվում է տոնական տրամադրություն պիտի լիներ, որովհետև Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օր տոնն է հայտարարել։ Տարիներ առաջ ես հիշում եմ, որ այս օրը Նիվաների վրա այսպես քյաբաբ խորովածներով բանով նշում էին, իսկ հիմա պարզապես այդպես համեստի մեջ որոշ միջոցառումներ են անում, ավելի շատ փողոցների խցանումներն են հուշում այդ տոնի մասին։ Ձեզ համար դա տոն է, թե տոն չի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ցավոք Նիկոլի պարագայում այնպես է ստացվել, որ նույնիսկ նոր տարին տոն չի, ամանորը տոն չի, բանակի հիմնադրման օրը տոն չի, անկախության հռչակման օրը տոն չի, ընդհանրապես տոները որպես այդպիսին նորմալ գիտակից մարդկանց առօրյայից եւ կենցաղից դուրս են մնացել, ցավոք, որպես կանոն պետությունների, հասարակությունների համար տոնակատարությունները, տոները դա գաղափարական, քաղաքական, համախմբող եւ արժեքները ամրապնդող նշանակություն ունեն։ Հիմա սրանք իրանց իշխանազավթումը տոնի վերածելու եւ դրան համաժողովրդական բնույթ տալու նպատակով հորինել են այսպես կոչված քաղաքացու տոն, բայց այդ քաղաքացուն մեր քաղաքացուն այնպիսի աղետների մեջ են գցել, որ տոն հասկացությունը այսպես խիստ մեղք է տոն բառը օգտագործել են, որ Աստծո դեմ մեղք գործած լինես, երբ որ այս ամբողջից հետո ինչ որ 7 տարի մեր ժողովուրդը, մեր պետությունը, ինչի մեջը որ անցավ, այդ ամեն ինչի հավաքական անունը դնենք տոն։ Ուղղակի մեղսագործություն է։ Բայց ինչի եք այդպես իջեցնում այս տոնի գաղափարաբանական նշանակությունը, որովհետև Փաշինյանը այսօր Facebook-ում իր ուղերձում քաղաքացիներին ուղղված բացատրեց, որ եթե հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հիմա քաղաքացին ինքն է պետության տերը, վատ է։ Նախ Նիկոլը էլի այսպես ասենք իր աղետը, իր դավադրությունները ժողովրդի վրա գցելու նոր ձևամտածել, էլի մեղքը ժողովրդի վրա բարթելու նոր ձևամտածել։ Տեսեք, դուք ունեք անձնագիր, ճիշտ է։ Այդ անձնագրի վերջի էջում ինչ է գրած։ Այդ անձնագիրը նախ նշանակում է, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Այդ վերջի էջում ինչ է գրած, որ այս անձնագիրը կրող անձի տերը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ Նիկոլը թող չհորինի ոչ մի հեքիաթ, ոչ մի հիմարություն, առանց այդ էլ հիմարությունները արդեն անսահման են մեր քաղաքական խոսույթում, հետևաբար կփոխեն անձնագրերը չի կարող հրաժարվել իր քաղաքացուն տիրություն անելուց։ Հակառակ կողմից մոտենանք։ Ես ինքս շատ երջանիկ կլինեի, եթե մեր բոլոր քաղաքացիները տիրոջ իրավունքով վերաբերվեին պետությանը։ Այսինքն մեկը մյուսին չի բացառում Նիկոլի ասածը, բայց Նիկոլը դա նորից եմ կրկնում, ասում է իր վրայից մեղքը գցելու, այսինքն պետության տվյալ պարագայում պետական կառավարում իրականացնող քաղաքական ուժի եւ նաեւ իր վրայից մեղքը գցելու։ Այսինքն ինչ որ տեղի ունեցել պետության հետ, դրա պատասխանատուն քաղաքացին։ Իսկ քաղաքացին որոշում կայացրել այդ ուղղությամբ։ Երկու անգամ է որոշում կայացրել։ Մի անգամ որոշում է կայացրել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրելով այս ապազգային խունտային, մի անգամ էլ էլի որոշում է կայացրել ու այսպես բանով չասենք, բոլոր քաղաքացիների մասով չասենք, անունից չասենք, քաղաքացիների մի մասը որոշում է կայացրել երկրորդ հնարավորությունը տալ պետությունն արդեն իսկ կործանող քաղաքական ուժին։ Հիմա եթե այդ քաղաքացիներն են տերը պետության, ուրեմն մենք ողբերգության մեջ ենք։ Բայց նորից եմ ասում, բոլոր քաղաքացիները չեն, որ այդպես են մտածում, եւ ես շատ ուրախ կլինեմ եւ երջանիկ կերազեմ անգամ, որ
մեր քաղաքացիները, մենք բոլորս իրոք տիրոջ պես վերաբերվենք պետությանը, տիրոջ իրավունքով վերաբերվենք, բայց լինենք գիտակից, եւ որպես ծառայող լինենք գիտակից, եւ որպես աշխատող լինենք գիտակից, եւ որպես քաղաքական գործիչ, եւ որպես մանկավարժ, եւ որպես բժիշկ, եւ որպես ոստիկան, եւ որպես դիվանագետ, եւ որպես ընտրող, ամեն ինչում լինենք գիտակից, եւ որպես հարկատու լինենք գիտակից։ Եթե մեր բոլոր քաղաքացիները այդ գիտակցությամբ են մոտենում խնդրին, ուրեմն այո, այդպես է։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չի եւ չի կարող լինել ոչ մի պետության պարագայում։ Հետևաբար պետությունը պետք է տեր կանգնի իր քաղաքացիներին։ Ինչի են մեր հայրենակիցներից ոմանք գնում օրինակ Գերմանիայում ապրում։ Գնում են Գերմանիային տեր կանգնելու, թե գնում են Միացյալ Նահանգներին տեր կանգնելու։ Որ ավելի ուժեղ պետության հովանու Թե գնում են Ռուսաստանին տեր կանգնելու։ Իհարկե գնում են, որ դառնան Ռուսաստանի քաղաքացի, որ Ռուսաստանը իրանց տեր կանգնի։ Չէ, այստեղ բանալի բառը տեր բառն է։ Իրենք ուզում են իրենց տերը զգալ, ինչպես ժամանակին վարչապետ էին ուզում զգալ, ասացին 3 միլիոն վարչապետները դուք եք։ Չէ, բայց դա կեղծիք է, չէ, դա այդպես չի կարա լինի։ Դե ինչքան վարչապետի լիազորությունները կատարեցին այս 7 տարիներին, քաղաքացիները այնքան էլ տիրոջ լիազորություններ։ Հիմա այդ 3 միլիոն վարչապետերից ով ուզում է իրան ցույց տա երկրորդ վարչապետի թեկնածու, երրորդ վարչապետի թեկնածու, Նիկոլը բոլորին ձերբակալում է, կալանավորում է կամ ամենավերջին ձևով ապականում է այդ մարդու կենսագրությունը, հանրային հեղինակությունը, զրպարտություններով եւ ամեն ինչով։ Այսինքն չկա ոչ մի adekvat մոտեցում այս իշխանությունների կողմից ընդհանրապես պետություն եւ քաղաքացի հարաբերությունների մեջ։ Հետեւաբար քաղաքացու տոնը այդ խաբեության դրսևորում էր 18, 19, 20 թվականներին, դրանից հետո արդեն այդ նույն քաղաքացու վրա մեղքը բարթելու, ասի դա ես ինչ անեմ, ժողովուրդը ինձ ընտրեց, ես էլ գնացի երկիրը դրեցի Թուրքիայի շահերի տակ, ես էլ երկիրը դրեցի Ադրբեջանի ստորադասման եւ դրա պահանջների կատարման տակ, ես էլ հողերը հանձնեցի, ժողովուրդն է ինձ ընտրել, ժողովուրդն էլ դեմ չէր, որ ես հողերը հանձնում եմ, ժողովուրդն էլ դեմ չէր, որ ես բանակը քանդում եմ, ժողովուրդն էլ դեմ չէր, որ ես բոլոր մեր դաշնակից բարեկամ պետությունների հետ այսպես կամահարական ու թշնամական հարաբերություններ էի ձևավորում, շել դեմ չէր, որ մենք sense բյուջեն մեր տան փողի պես ոնց ուզումն ենք ծախսում ենք, ժողովուրդը դեմ չէր, որ մենք բարգեւավճարներ էինք բաժանում աճ ու ձախ, ժողովուրդը դեմ չէր, որ մենք փոշիացնում էինք պետական միջոցներ առանց դրանց համար պատասխանատուներ փնտրելու։ Էսա, վերելու ենք ցեն ժողովրդի վրա, ժողովուրդը դե չուզեց Արցախը, մենք էլ հանձնեցինք, ժողովուրդը չուզեց Տաուշի գյուղերը մենք էլ հանձնեցինք։ Չէր ուզում արնակամ լինել, հենց պետք չէր Արցախը։ Այսինքն այն ժողովուրդը, որը ժամանակին ուներ պետություն, համ Արցախներ ուզում, համ պահում էր այդ Արցախը, համ Հայաստանի սահմաններն էր ամուր պահում, համ արտաքին հարաբերություններ էր կառուցում, բարեկամ ու թշնամի էր տարբերակում իրարից, տնտեսություն էր զարգացնում, մշակույթ, գիտություն, կրթություն էր զարգացնում, որտեղ տեր ուներ, պետությունն էր։ Ու հենց որ պարզվեց, որ ժողովուրդն է տերը, ոչ թե պետությունն է ժողովրդի տերը, հիմա Նիկոլն ինչ անի, դե ժողովուրդը տենց է չի կարելի, սա նշանակում է, որ այն իշխանությունն էլ ում է պետք է թե այդպես է։ Նիկոլը, եթե Նիկոլի տեսությունով գնանք, ուրեմն իշխանություն պետք չէ, իրանք էլ պետք չեն, ում են պետք։ Ինչի են տենց հարյուրավոր ոստիկաններով դրան շալակած քաղաքի մի ծերից մյուսը տանում սաղ ժողովրդի անդորը խանգարելով, փողոցները փակելով, չգիտեմ ինչ անել, ում է պետք է շենքը այդքան ծախսեր, ինչի համար են անում, որ դրանք իրանց այսպես անվտանգ ապահով զգան ու զբաղվեն պետության քանդելու գործընթացով։ Իր տեսությունը նշանակում է պետության ավարտը։ Չի կարող այդպիսի բան լինել։ Ոնց որ հովիվը նախիրին ասի, հելեք դուք եք տերը, ինչ ուզում եք արեք։ Այո, ժողովրդավարությունը պետքա ճիշտ անցնել, ճիշտ հասկանալ։ Ժողովրդավարություն այո, նշանակում է քաղաքացու ազատություններ, իրավունքներ, բայց դա նշանակում է նաև քաղաքացու պատասխանատվություն։ Եվ դժվար է ասել պատասխանատվությունն է շատ թե իրավունք։ Ես ինչքան իրավունք ունեմ երեխա դաստիարակելու, այնքան պատասխանատվություն ունեմ
այդ երեխաների համար։ Ես ինչքան իրավունք ունեմ ազատ խոսք ասելու, այնքան պատասխանատու պետք է լինեմ այդ ազատ խոսքի համար, հաշվետու պետք է լինեմ ցանկացած բառի համար։ Ես ինչքան իրավունք ունեմ մարդկանց կառավարելու, այդքան այդ մարդկանց ճակատագրերի յուրաքանչյուրի պատասխանատուն ես եմ, նաև, որովհետև իմ կայացրած որոշումներով են մարդիկ առաջնորդվում։ Իմ սահմանած օրենքներով են մարդիկ առաջնորդվում, իմ դրած կանոններով են որպես իշխանություն մարդիկ ապրում, իրանց կյանքը կազմակերպում, միջանձնային հարաբերությունները կազմակերպում, վերջո հանրային կյանքը կազմակերպում, այսինքն տենց լինել է անպատասխանատու ուղղակի հենց տենց բառեր ասել, չգիտեմ որ ֆակուլտետում է սովորել Նիկոլը։ Ժուրֆակում, բանասիրականում ինչ-որ սովորած գեղեցիկ նախադասություններ ասելու համարել, որ էսա բան, խաբել է, կարողացել է խաբի իր պոպուլիզմով, բան չունեմ ասելու։ Տենց բառեր ասելով անընդհատ խաբել է մարդկանց ականջները լցրել, շոյել, գլուխները, հոգիները շոյել, խաբել, տարել կործանման, խաբել տարել հայրենազրկման, խաբել տարել արժանապատվության կորստի, դուք իշխանազավթում տերմինը օգտագործեցիք, եթե ճիշտ ֆիքսեցի, չէ՞, իշխանազավթում, բայց դա իշխանազավթում էր։ Բա ինչ էր։ Եթե իշխանազավթում չէր, ինչ էր։ Ոնց զավթեց։ Ամենավերջին ձևով ճնշում գործադրելով օրինական ընտրված իշխանության ներկայացուցիչների վրա, պատգամավորների վրա։ Պատգամավորներին ոնց կենթանի մարդկանց թաղման արարողակարգեր կազմակերպելով, անհայտ հեռախոսահամարներից մարդկանց հայոյախառն գրություններ ուղարկելով, փողոցներ փակելու միջոցով մարդկանց ահաբեկելով։ Չահաբեկվեիք, պարոն Զաքարյան։ Չահաբեկվեինք, դե հիմա կարելի է չահաբեկվել, բայց մենք ոչ թե ահաբեկության խնդիրն է մեզ բանարել, մեր հենց պետության գոյաբանությունն է մեզ մտահոգել, որովհետև մենք տեսնում ենք, որ այս ձևով սա արդեն քաոս է, սա արդեն տանելու է պետական կառավարման անկմանը եւ մեր եւ առաջին հերթին երկրի ղեկավարի կառավարության նորընտիր վարչապետի որոշումը հենց պետության անվտանգությունով էր պայմանավորված։ Բայց Սերժ Սարգսյանն ասաց, ես Նիկոլ Փաշինյանին չեմ պարտվել, ես ավելի դրսի ուժերի եմ պարտվել։ Այո։ Բա ինչ հիմա փակագծերը չի բացում, ասի որոնք էին լավ այդ դրսի ուժերը, որոնք վերեցին Փաշինյանին, փաթաթեցին մեր։ Նոտաները, այդ իշխանազավթման նոտաները պարտիտուրան գրվել էր հենց դրսի ուժերի կողմից եւ նրանք էլ իրենց չափ ու ձևը անում էին, դրա մասին իհարկե մենք տեսնում էինք, իհարկե տեսանք ընթացս ոչ ամենասկզբից, բայց ցանկացած գործողություն, բացի հրաժարական տալուց, վնասելու էր Հայաստանի Հանրապետությանը։ Խոսքը 2018 թվականի մասին է։ Այսինքն դրսից մեզ ազդակներ էին գալիս, որ պիտի հրաժարական տակ։ Այն ինչ որ փողոցում էր կազմակերպվում, ոչ թե ազդակներ, բաց տեքստով էին, չի ասում։ Ժողովրդի պահանջ, Թավշյա հեղափոխություն, SN եւ այլն, ինչի համար։ Կար արդյոք հեղափոխության պահանջ, երբ որ ուղիղ մի տարի առաջ խորհրդանական ընտրություններով, ընդ որում միջազգայինորեն ճանաչված ընտրություններով, այդպիսի բաներ, ասենք սա ներքին պահանջ չէր։ Եթե ներքին պահանջ լիներ, հենց այդ ընտրությունների հետևանք անմիջապես ընտրություններից հետո փողոցները կլցվեին։ Նույնիսկ հիշում եմ առաջին օրերին, երբ որ Նիկոլ ավտոբուսի տակ պարկած ասում էր ակցիա ենք անում, ավտոբուսի բոլոր ուղևորները եւ վարորդներ իջել են եւ Նիկոլին համոզում էին, որ վերկաց գնա ակցիա ուրիշ տեղ արա, մենք ակցիա անելու կարիք չունենք։ Մենք ոչ մեկին դեմ չենք ուզում բողոքի։ Հետո նույն ավտոբուսի վարորդը միացավ Փաշինյանին։ Հետո մի 10-15 օր հետո, այսինքն այդպես տեխնոլոգիաներն են աշխատում, այնպես ինչպես աշխատել են շատ երկրներում 20-րդ դարի, 21-րդ դարի ընթացքում, եւ մենք միամիտ չենք էլի, լավ
հասկացել ենք։ Բայց եթե Հիմա էլ Սերժ Սարգսյանը համոզվել ենք։ հեռատես երկարամյա քաղաքական գործիչ ինքը պիտի տեսներ, հա, հեռանկարում ինչ օրի են հետո գցելու Հայաստանը եւ այլն։ Ղարաբաղի հարցը Այդպես կարող էր ուղղակի հրաժարականը ստորագրել, ասել լավ, Արցախի ինչ ուզում եք հարցը արեք։ լուծվում էր։ Ինչի համար Սերժ Սարգսյանը որոշեց շարունակի վարչապետի պաշտոնում։ Այն դեպքում, երբ որ ասել էր ժամանակին, որ նման մտադրություն չունի, եթե դրա անհրաժեշտությունը չլինի։ Դրա անհրաժեշտությունը առաջացավ։ Եվ այդ շատ բավական երկար ժամանակ կայացված որոշում էր, սպոնտան չի կայացվել կամ այսպես մի քիչ էլ կառավարեմ բանից չի, հա, ժանրից չի։ Դա անհրաժեշտություններ պայմանավորված Արցախի հարցի կարգավորմամբ եւ եթե չլիներ 18 թվականի այդ իշխանազավթումը, Արցախի հարցը լուծված կլիներ այո այնպես, որ բոլոր կողմերը բավարարված կլինեին։ Շատ են շահարկում փակուղում է հարցը արտահայտությունը Սերժ Սարգսյանը։ Ստեփանակերտում գծածանվեր Արցախի դրոշը, Շուշիում գծածանվեր Արցախի դրոշը, Կարշաթաղում եւ Կարվաճառում Արցախի դրոշը կլինեին, միջազգային խաղաղապահներ կլինեին այնտեղ, ամեն բան կլիներ եւ ադրբեջանցիների հետ հիմա կարող էինք ռեալ խոսել խաղաղության գործընթացի մասին եւ կոմունիկացիաներից արդեն համատեղ անով եւ հայ ժողովրդի հեղինակությունը աշխարհում դժվար չէր լինի եւ Հայաստանի դիրքերը ամուր կլինեին արդեն որպես կառուցողական եւ անպետություն, շատ պետություններ կանեին Հայաստանի կողքին։ Ինչի ասես փակուղում էր։ Ով էր ասում։ Սերժ Սարգսյանը։ Փակուղում այն բանով, որ Ադրբեջանը այդ տարբերակը չէր ցանկանում, բայց նաեւ նույն Ադրբեջանն ասում էր, որ իր վրա ճնշում են միջազգային փակ դռների հետևում, այսինքն այդ իմաստով էր ասված, որովհետև Հայաստանը նահանջի տեղ չուներ, այնքանից ինչքանից որ փողզիջում էր, եւ ուղղակի պետք էր որ Ադրբեջանը ընդուներ փողզիջումը եւ ընդունել էր։ Բայց նույն միջազգային հանրությունը ինչի հետ կանգնեց, ասեց Արցախը Ադրբեջանը։ Որովհետև Նիկոլն ասեց Արցախն Ադրբեջանը։ Նիկոլից հետո են ասել բոլորը, մինչև այդ ոչ մեկ չի ասել։ Չի եղել միջազգային կոնսենսուս, որ իջեցրեք նշաձողը Ադրբեջանի Արցախի հարցում գնացեք ընդառաջ Ադրբեջանի իշխանություններ արեք։ Նիկոլի իշխանության քաղաքականության արդյունքում այդ ամբողջը եղել։ Եվ դե դեպքում թող հրապարակի 19 թվականին ինչ առաջարկ է ստացել Մինսկի խմբի համանախագահներից, թող հրապարակի եւ մենք բոլորս մեր հադատուկ անդադ պնդում եք եւ այդպես էլ չենք տեսնում որ մենք վստահ ենք, բայց մենք չենք հրապարակի, թող հրապարակի իր իրավունքն է։ Այսինքն գնում էր Արցախի հարցի լուծմանը Սերժ Սարգսյանը արդեն լուծված կլինի։ Ինքն էլ Նիկոլն էլ կարող էր այդ ձևով լուծել հարցը։ Եթե ուզենար։ Կարող էր, եթե ուզենար։ Իսկ ինքը ինչ արեց, ինքը տարավ պատերազմի։ Ինքը տարավ պատերազմի գիտակցված ձևով, որտեղ երբ որ կանգնում է Ստեփանակերտի հրապարակում ասում ես Արցախ Հայաստանը եւ վերջ, էմոցիոնալ, ազգասեր, հայրենասեր հայ մարդը այդ պահին ուրախանում է։ Բայց հետո գնում մտածում ասում ես ինչ բանակցային գործընթացը վերջ չկա արդեն։ Այսինքն մենք հիմա այն բանակցային process-ը 96 թվականից 94 թվականից սկսած որ կառուցվել է 2007-ից մադրիդյան սկզբունքները որ դրվել են հիմքում ու այդ ընթացքում ծնվել են մի քանի առաջարկներ, այդ թվում նաև Կազանի առաջարկը, դրա ընթացքում նաև այսպես կոչված Լավրովյան առաջարկները, այսինքն ինչ այդ բանակցային գործընթացը չկա, հիմա մենք ուղիղ առճակատման մեջ ենք մտնում Արցախ Հայաստան ասելով։ Իսկ ինչն էր իրան ստիպում պարտվել այդ պատերազմը, որտեղ որ մասնագետները նույնիսկ ասում են, որ ճիշտ գործողությունների դեպքում Ադրբեջանի բանակն արդեն շնչահեղձ էր լինում, արդեն չէր հերիքում ռեսուրսները այդքան արտաքին աջակցություն ունենալու պարագայում նույնիսկ։ Խելացի խելամիտ քաղաքական ղեկավարը պատերազմի մեջ մտնելուց հետո նաև պատերազմից դուրս գալու ելքերն ու ժամանակն էլ պետքա ճիշտ հաշվեր։ Ինչի՞ չի արել։ Ով պետք է աներ իր փոխարեն։ Մենք էինք ասում հոկտեմբերի 13-ին, հոկտեմբերի 19-ին դրա մասին, երբ որ հրավիրել էր արտախորհրդանական ուժերին, ասում ենք։ Այդ 2018 թվականին հանրապետականը ընտրվեր եւ խորհրդարան գնար թեկուզ ընդդիմադիր կարգավիճակով։ Մենք չենք թույլ տա, որ այսպեսի բան լիներ։ Ավելի հնչեղ ու ավելի ազդեցիկ կլիներ մեր ձայնը։
ավելի խորքից տեղակ կլինեինք process-ներին, ոչ թե ուշացումով։ Իսկ ոնց պիտի կանխեիք, եթե ամեն ինչ վճռված էր, որոշված էր։ Մարուկյանն էր, չէ, գնում սուրճ խմում Նիկոլի հետ, դուրս գալիս ասում Արցախի հարցում ամեն ինչ լավ է, մի քիչ հետո պատերազմը սկսել։ Այսինքն գիտեք, ինչի համար են քաղաքական ուժերը, որպեսզի պատասխանատվություն վերցնեն, որպեսզի փորձառությունից կարողանան ճիշտ քայլեր, այո, որոշումներ կայացնել իօգուտ սեփական պետության ու սեփական ժողովրդի։ Խաբել բոլորն էլ կարող են, այդ թվում նաև փորձառու ուժերը։ Ժողովրդին խաբեն, հա։ Հենց կարելի է խաբել, որ կեֆներն էլ կա։ Բայց այդ խաբելով արդյոք օգուտ տալիս են մարդկանց։ Իհարկե ոչ։ Հանրապետականի առանձնահատկություններից մեկն է, որ իրատեսորեն միշտ ասել է ճշմարտություն։ Այդ որ ասել է, ինչ չէր կարա Սերժ Սարգսյանը ամբյուրում կաներ, ասել ժողովուրդ Ղարաբաղի հարցում ամեն ինչ լավ է, ընդհանրապես չմտածեք։ Ճշմարտությունը չի կարելի մարդկանցից թաքցնել, եթե գոնե բոլոր դետալների մասին իրավունք չունես խոսել որպես բանակցող, գոնե ընդհանրական իրավիճակի վերաբերյալ քո հասարակությանը քեզ վստահած մարդկանց, իրանց ճակատագիրը, իրանց անվտանգությունը, իրանց ապագան քեզ վստահած մարդկանց հետ դու պարտավոր ես ճշմարիտ Այդ նույն բանը իրենք են ձեզ ասում են դուք գնացել եք, բանակցել եք, այլ բանի շուրջ եկել հանրությանը, այլ բան եք ներկայացրել։ Եկեք դնենք մի կողմ, որովհետև իրանց ասելը այլևս վաղուց արդեն ոչինչ չի նշանակում եւ ինչքան կարելի է 7 տարի ստել ու հետո 7 տարի այդ ստի դիմաց բացատրել կամ հիմնավորել կամ պաշտպանվել որ դա սուտ է կամ հիմնավորել որ դա սուտ է։ Կյանքն է ցույց տվել որ դա սուտ է։ Փաստերն են, մենք հիմա ապրում ենք, չէ՞, եթե ես եւ դուք չենք կարողանում վեր կենալ գնալ Ստեփանակերտ, ուրեմն ինչի համար ենք մենք քննարկում Նիկոլն ինչ ասել Ղարաբաղի հարցում, մենք ինչ էինք ասում Ղարաբաղի հարցում։ Վերջ, պարզ է։ Կամ որ տվել էիք Արցախի այդ ժամանակ դուք կարող եք գնալ Ստեփանակերտ, ուր ասեք ամբողջ Արցախով մեկ։ Չենք ասում դուք արդեն տվել եք այն ժամանակ, ուղղակի իմ մոտ հարց առաջամ, եթե տվել եք այն ժամանակ, ինչը Ալիևը չէր վերցնում։ Դե ինձ հետ այն ինչի չէր վերցնում, կամ այդ ոնց էինք տվել որ պայմանավորվել եք որ Նիկոլի ջեբը գցեք։ Ում հետ։ Ալիևի հետ էինք պայմանավորվել։ Ինչ ասեմ, եթե այդպես է ուրեմն էլ խոսելու բան էլ չկա անգա։ Այսինքն բանը հա այդ ողջամտության ինչ որ բաներ պետք է ինչ որ մի բան լինի որ ասենք Անսական լավ, եթե առաջ նայենք, հա, ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում ջեպազրույցում լրագրողների հետ ասաց, որ մինչև 2000 շատ վճռական էր ի դեպ, ասաց չենք հասնի 2026, ունենք ծրագիր, կհեռացնենք նրան իշխանությունից։ Հիմա մարդիկ հարցնում են, ասում են, լավ, ինչ ծրագիր է այդ, ոնց պիտի հեռացնեն, ինչ պիտի նույն ինքն էլ ընդ որում ասաց ես չեմ առաջադրվելու, այսինքն չեմ հավակնում հետագայում իշխանության ղեկավարել իմ ձեռքը, բա ոնց։ Լուսմեն ջան, տեսեք, ընդհանրապես իշխանափոխության հա լեգիտիմ հիմքերով իշխանափոխության մեր երկրին պետք է լեգիտիմ իշխանափոխություն, այնպեսին որ աշխարհն էլ ճանաչի, այլ իշխանափոխություն պետք չի։ Դրանով ավելի վնասած կլինենք։ Այնպիսի իշխանափոխություն, ինչպիսի Նիկոլն արեց, այնպիսին պետք չի։ Մենք պետք է քաղաքականապես ամբողջությամբ կոնսենսուսի եկած եւ հասարակության մասնակցությամբ իշխանափոխություն իրականացվի։ Դրա համար կա 3 տարբերակ։ Առաջին տարբերակը, որը սահմանադրության մեջ ամրագրված է, դա անվստահություն հայտնելն է։ Անվստահություն հայտնելու համար պետք է սկսվի process, պետք է լինի գործող վարչապետին փոխարինող վարչապետի տեխնացուի անուն ազգանուն եւ գործընթացը սկսվի խորհրդարանում, եթե հասարակությունն էլ միանում է եւ դա դառնում է հանրային պահանջ, շատ ավելի հիմնավոր եւ շատ ավելի ամբողջական է լինում։ Այդ տարբերակ 1 Երկրորդ տարբերակը արտահերթ ընտրություններ։ Երբ որ Նիկոլը վերկենա այնպես ինչպես արեց 21 թվականին, վերկենա ասի, որ նոր ընտրության հրաժարական եմ տալիս եւ գնում ենք նոր ընտրության, բայց նա այդպիսի բան չի անի, որովհետեւ հենց որ հրաժարական տվեց, ընդդիմությունը կարելի ասել վստահ եմ դրանում, տեխնացու առաջարկել։
Հետևաբար արտահերթ ընտրությունը տարբերակ չի։ Եվ մյուսը հերթական ընտրություն, որը այսպես թե այնպես անկախ մեր կամքից, անկախ Նիկոլի կամքից, անկախ Ալիևի կամքից, անկախ Էրդողանի կամքից, համանդրական նորմա եւ լեգիտիմ պահանջ եւ պետք է կատարել։ Այսինքն, եթե մենք մինչեւ 26 թիվը ոչ մի բան չանենք, չնախաձեռնենք, այնա 26 թվին պիտի գնանք մեր երկրի ճակատագիրը մի հատ էլ փորձարկենք։ Նիկոլը կկեղծի, կբռնի, կնստացնի բոլոր ընդդիմադիր առաջնորդներին կամ ակտիվին կամ ինչ ասես կանի, որպեսզի ինքը վերընտրվի ու նորից գա ասի ժողովուրդ էսպես էր ուզում։ Էդմոն Մարուկյանն ասում է շանս չկա մինչև ընտրությունները հեռացնելու, փողոցային պայքարը ավելի կվանի եւ կվնասի ընդդիմադիր դաշտին։ Եկեք հանգիստ թողենք, որտեղ Էդմոն Մարուկյանը կյանքում երբեք ոչ մի ճիշտ բան չի ասել։ Հա։ Ոչ մի։ Եթե ասել է, դուք հիշացրեք։ Մի բան, որ ասել է եւ դա իրականություն է։ Դե սպահին անպատրաստ եմ, բայց ոնց էլ լինի, կլինի, որովհետեւ անգամ կանգնած ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ է ցույց տալիս, պարոն Զաքարյան։ Պատահաբար կարող է։ Պատահաբար հնարավոր է։ Փորձել հավաստիություն հայտնելու գործընթացը թե ոչ։ Ինչու չփորձել։ Այն դեպքում, երբ որ արդեն հանրային պահանջն էլ կարծես թե արդեն հասունացել է։ Այն դեպքում, երբ որ քաղաքական ուժերն էլ գիտակցում են շատերը, որ այնուամենայնիվ համախմբվածությունը շատ կարևոր է։ Իսկ եթե գործընթացը գնաց, ես կարծում եմ, որ շատ-շատերը այդ գործընթացին մեջ համախմբված կլինեն։ Ամբողջ խնդիրն է նա, թե որքանով այդ գործընթացը ընդունելի կլինի բոլորի համար։ Թեկնածուն է ամբողջ խնդիրը, իսկ ընդդիմությունը չունի թեկնածու։ Դա էլ է խնդիր, այո, դա էլ է ոչ պակաս կարևոր խնդիր, ամենակարևորը չի, բայց ոչ պակաս կարևոր է։ Կարծում եմ, որ հենց այդ գործընթացի ընթացքում էլ կարող են նաև ծնվել դրա լուծումներ կամ ալտերնատիվ լուծումներ։ Ոչ մի ուժ միայնակ չի կարող իմպիչմենտի գործընթացը ավարտին հասցնել, իսկ դա ենթադրում է համագործակցություն ոչ միայն ընդդիմադիր հատվածի, այլև ՔՊԱ-ականների հետ։ Դուք Քոչարյանականների հետ սկի չեք կարողանում լեզու գտնել, պարոն Զաքարյան, նկատի ունեմ Սերժ Սարգսյանի թևը աջակիցները։ Ո՞նց է ՔՊԻ-ին բերելու ձեր դաշտ։ Այդպես մի ասեք, մենք Հայաստան դաշինքի հետ որևէ այսպես խնդիր ընդգծված չունենք։ Դա ջրի երես դուրս եկավ հանրային դաշտում։ Ունենք տարաձայնություններ եւ ունենք մի շատ կարևոր կարմիր գիծ։ Մեզ մի մեղադրեք, ոչ մեկը ուզում է Հայաստան դաշինքն լինի, ուզում է այլ քաղաքական ուժեր, մեզ երբեք մի մեղադրեք մի բանում, որտեղ մենք ընդհանրապես նույնիսկ դուժողի կարգավիճակում ենք, ոչ թե բան ասեք, մեզ մի մեղադրեք մի բան կազմակերպելու մեջ, որտեղ մենք թիվ 1 եւ կարելի ասել միակ դուժողն ենք եղել։ Չի, դա ակնհայտ սուտ, ակնհայտ կեղծիքի մասին, այդպես այդ տոնայնությամբ խոսել մենք թույլ չենք տալու։ Այսինքն մենք մեր ասածն ինչա, մեզ մի զրպարտեք, հարգելի գործընկերներ։ Սիրելի մեր զրպարտելը ո՞նց է լինում, սվինները հանած իրար բան մարտերը առանց կանոնների էր մի պահ հայտարարվել։ Մեզ մի զրպարտեք, քննադատեք ինչքան ուզում եք, քննադատեք 16 թիվը, 18 թիվը, 17 թիվը, չգիտեմ 2009 թիվը, այս գործողությունը, այն գործողությունը, մենք էլ հիմնավորենք ինչքանով որ դա հիմնավորելի է, բայց մի զրպարտեք ոչ մի պարագայում եւ ոչ մի հարցում։ Այսինքն կգաք համագործակցության եզրեր կգտնեք Հայաստան դաշինքի հետ, խնդիր չունեք, բա ՔՊԻ մասը։ Ուզում impeachment լինի, ուզում ընտրություն լինի, ուզում արտահերթ ընտրություն լինի, ինչ է լինի, միևնույնն է, ոչ մի քաղաքական միայնակ չի կարողանալու խնդիրը լուծի եւ բոլորն էլ դատապարտված են լավ իմաստով, դատապարտված են համագործակցության։ Կրկնում եմ, լավ իմաստով դատապարտված են համագործակցության եւ դա մեր երկրին պետք է, որովհետև առանց դրա հնարավոր չի լինելու հաջորդ կարևոր քայլերն անել, համախմբել եւ պետությունը քայլ առ քայլ դուրս բերել այս իրավիճակից, ընդ որում արագացված քայլերով։ Քիչ ժամանակ է մնացել թեկնածուի հետ համագործակցությանը, հենց հանրային ճնշումը արդեն իսկ լավագույն ցուցանիշն է լինելու
ԿՊ-ի համար իմ պատկերացմամբ նույնիսկ ԿՊ-ի բավարար չափով падգամավորների համար էլ դա լինելու լավագույն լուծումը, լավագույն ելք իրավիճակից, որովհետև ի վերջո նրանք էլ են մարդ, չէ, լավ թե վատ հասկանում են ողբերգական իրավիճակը եւ նրանք էլ են լավ հասկանում, որ հաջորդ ընտրափուլում ոչ բոլորն է, որ Նիկոլի ցուցակներում տեղ են ունենալու։ Հաջորդ ցիկլում պատասխանատվությունների բոլորի վրա է գցելու Նիկոլը մեղքը։ Հետևաբար նաև իրանք էլ կարծում են, որ ողջամտության սահմաններում իրանք էլ իհարկե շատ մեծ ճնշման տակ են իրանց ցանկացած քայլ, ցանկացած գործողություն խոշորացույցի տակ նայվում է, ուղղորդվում է, նրանք էլ այսպես պորցիա ոնց որ ասում են թույլատրված լեքսիկոն ունեն, ինչից խոսեն, ինչից չխոսեն, ասենքն Ալիևին պատասխանել չկա, Թուրքիային պատասխանել չկա, բայց ընդդիմադիր ցանկացած գործչին ամենավերջին ձևով կանաչ լույսերա, ցանկացած ձևով ոչնչացրեք, ինչպես կարող եք, եւ այլն, այսինքն սա այս գործելավոճն էլ բարձր իրանց դուր չի գալիս։ Աշխատանք տարվում է, ներսից դուք զգում եք այդ տրամադրվածությունը, որովհետեւ մենք լրագրողներս ում հետ խոսում ենք, ասում են ձեռ եք առնում։ Ես ինքս Երևում Փաշինյանն է ներքևում։ Ես ինքս այդ աշխատանքը չեմ տանում։ Բայց աշխատանք տանողներ իհարկե կան եւ կլինեն։ Պրոցեսը երբ որ սկսվի, եթե անհրաժեշտություն լինի, ես էլ կարող եմ դրան միանալ, եթե անհրաժեշտությունը լինի։ Որտեղ նորից եմ ասում, նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք որ զզվել են այս իրավիճակից, հոգնել են, հասկանում են, որ այսինքն Արցախը կար, իրանք ընտրվեցին падգամավոր, վայելեցին իշխանությունը մի որոշ ժամանակ, գնացին Արցախ եկան ու հիմա էլ չկա։ Արցախը չկա։ Հայաստանի Հանրապետությունը անվտանգ էր։ Հիմա Հայաստանի ասում են հանկարծ դրոշ չվառեք, կրակում են մեր բանի վրա, հանկարծ բարձր չխոսեք, կրակում են, հանկարծ այս նախադասությունը չօգտագործեք։ Դուք ասացիք, որ այսինքն դա իրանց նաև իրանց քաղաքացիական եւ քաղաքական պատասխանատվության տիրույթում է գտնվում։ Հետևաբար ողջամիտ կլինի, եթե լրիվ չեն ցնորվել, եթե լրիվ չեն, այսպես ասած, թաթախվել դավադրությունների մեջ, ուրեմն ողջամիտ կլինի, որ նրանք եւս X պահից այդ process-ի մաս դառնան։ Բայց նույնպես եմ ասում, դա արդեն հետևանքային խնդիր է։ Բարձր հենց ամենաառաջին փուլում չեն գալու, ասեն մենք ենք մասնակցում ձեր, process-ը պետք է սկսվի ընդդիմությունից, խորհրդանական դիմությունից։ Պարոն Զաքարյան, դուք ասեցիք, տեխնացուի հարցը ամենակարևորներից չի, բայց դա կարևոր է, բայց իմ կարծիքով հանրության համար դա ամենակարևոր առաջնային խնդիրներից է, որովհետև սրա արդյունքը մի հատ մարդը չի իմանա ում է ընտրելու, որովհետև հետո էլի կարող է պարզվի, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, էշի ճակատը գնացիք պաչեցիք, հիմա էլ կարող է էշի քուրակի ճակատը գնան պաչեն, բայց չիմանան ում ճակատն են պաչելու այս անգամ։ Հնարավոր է, դրա համար ճակատը պաչելուց բացի պետք է պատկերացնել այդ ժամանակավոր անցումային տեխնացուի գործառույթները։ Դա քաղաքական համաձայնության արդյունք է։ Հա, այսինքն էլ դա մի հատ անցումային տեխնացու է լինելու։ Բնականաբար, ինքը չի լինելու հետո, այսինքն ընտրություններ կկազմակերպի։ Հետո լինելու ընտրություն եւ քաղաքացիները մեր մարդիկ ում կընտրեն կընտրեն։ Այո, կգնան արդեն կկատարեն իրանց ընտրությունը։ Բայց Նիկոլի հետ ընտրություն եւ առանց Նիկոլի ընտրություն դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ինչ է անելու Վահագն Հովակիմյանի միջոցով ինչ արեց 21 թվականին, ինչ արեց 18 թվականին իմիջիալոց լեզուներ կան, որոնք խոսում են, որ 18 թվականին հանրապետականը բավարար ձայներ էր հավաքել շեմը հաղթարելու համար։ Հա։ Ինչ եղավ։ Ջնջել են ձեր ձայները։ Դե եթե ինչ են արել չգիտեմ, բայց ասում են ինչի չբողոքարկեցիք։ Դա էլ է լավ հարց։ Որովհետև post factum են ասում, ինչ որ ասում են, այսինքն քարոզչական տերորի ենթարկված։ Հա։ Ուզում են դրանով ցույց տալ ներկայացուցիչները, ինչի մամրա բողոքարք է։ Ուզում են դրանով ցույց տալ։ Կարծիք եք ասում, ձեզ ասում են դուք նախկին եք, դուք մի խոսեք։
մերժված եք։ Մերժված եք, այո։ Այդ իհարկե հիմա չեն ասում ժողովրդի մեծ մասին է խոսքը, հիմա բոլորն էլ հասկացել են, թե ինչքան անարդար է եղել վերաբերմունքը նախկին իշխանությունների հանդեպ եւ ինչքան շատ բան է կորցրել պետությունն ու քաղաքացին այդ արդյունքում։ Ես չեմ ուզում արդարացնել մեր տարիների իշխանությունը եւ ասել, որ իդեալական իշխանություն էր, ոչ։ Բոլոր մեր թերություններով, բացթողումներով հանդերձ, միևնույնն է, դա անհամեմատելի է։ Ոչ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները, իրանց բոլոր թերություններով հանդերձ, ոչ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները, իր բոլոր թերություններով հանդերձ, ոչ Սերժ Սարգսյանի իշխանության տարիները, իր բոլոր թերություններով հանդերձ, որևէ կերպ, նշույլ անգամ, կետ անգամ, շփման եւ համեմատության չի կարող ունենալ այս իրավիճակի հետ, որում մենք բոլորս գտնվում ենք։ Բայց իշխանության գնահատականը տալիս է ժողովուրդը, նախ եւ առաջ իր քվեով ընտրությունների միջոցով։ Ժողովուրդը այս տարիներին տեսավ, չէ՞, անգամ Արցախի կորստից հետո, պատերազմից հետո 21 թվին էլի գնաց ընտրության ու էլի Փաշինյան, սա արդեն չի բացատրում էլի այդ ձեր ասածը, չէ՞, ժողովուրդը պիտի գնահատեր, տեսներ որն է լավ, այն իշխանությունն է լավ, սա է լավ։ Տեսեք, իսկ արդյոք նախընտրական փուլում, քարոզչական լեքսիկոնում, բառամթերքում, արդյոք տեղ թողված էր քաղաքացուն գիտակից ընտրություն կատարել, թե ամբողջնարում էր էյֆորիայի եւ այսպես հախուռն տրամադրությունների միջոց։ Համաձայն եմ։ Ատելության մթնոլորտ ձևավորելով։ Մենք էլ ենք նախընտրական փուլեր կազմակերպել եւ նախագահական եւ խորհրդարանական։ Մեր իշխանության ժամանակ որևէ իշխանական տեխնացուից լսել եք ատելության խոսք որևէ անդիմադիր տեխնացուի նկատմամբ։ Դուք էլ նույն զենքով պայքարեիք։ Ձեր դեմ չագուջ էին բանեցնում, դուք էլ, չգիտեմ, լոմը հանեիք։ Այսինքն ինչ անեինք։ Քաղաքացիական պատերազմ։ Դե խոսքին խոսքը հակադրվում, ատելություն էի սերմանում, հակառակ ատելության պայքարեիք։ Բայց իշխանությունն ատելություն սերմանում իր հանրային բոլոր ռեսուրսներով։ Այսինքն քաղաքացին հարկ է վճարում, որպեսզի հանրային հեռուստաընկերություն պահի, հանրային հեռուստաընկերությունն էլ ատելության խոսքը սերմանում ընդդիմադիրների նկատմամբ։ Որպեսզի մյուսը դրանք ատելության խոսք են սերմանում եւ այլն։ Այսինքն ընդհանուր մենք միջազգային բոլոր հարթակներում այդ hate speech-ը, այս ատելության խոսքը միշտ եղել է անընդունելի։ Մի պետություն մյուսի նկատմամբ, մի ժողովուրդ մյուս ժողովուրդների նկատմամբ, մի ազգային փոքրամասնություն մյուս ազգային փոքրամասնության նկատմամբ, դա ժողովրդավարության կանոնն է եղել, բայց արի ու տես բարձրացնում է մեր երկրում ատելության խոսք սերմանողը հենց իշխանությունն է, ու այդ նույն մարդու իրավունքների պաշտպան, այդ նույն միջազգային կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, նույն մնացած կազմակերպությունները, չգիտես ինչ չեն նկատել այդ ատելության։ Պարոն Զաքարյան, կա դա ինչ խոսք չենք վիճակում դա, բայց ինչ որ մի բան կա, որը շատ վախեցնում է ժողովրդին։ Ձեր իշխանության ժամանակ ստեղծվեցին օդիոս այնպիսի դեմքեր, կերպարներ, ու մարդիկ պարզապես միջև այսօր այդ մարդկանց անունները տալիս ես, ու կապ չունի, որ այդ մարդկանց հետևում եւ վաստակ կա եւ կենսագրություն կա, բայց իրանք էլի շարունակում են մնալ օդիոս դեմքեր։ Լիսկայի անունը, Շմայսի անունը եւ էլի մի շարք անուններ էսպես կան, որ մարդիկ ուղղակի ասում են, վայ, կընտրենք իրանք էլի կգան իշխանության, այսպես սարսափում են։ Դա չի խնդիր արդյոք, որ պետք է, չգիտեմ, ինչ որ ինքնամաքրում լինի, ինչ որ բան լինի։ Եթե դա է մարդկանց մտահոգությունը, վստահ կարանք ասենք, որ իրանք ոչ մեկ չի գալու իշխանության։ Հա։ Որովհետև ժամանակին իրանց իշխանության մեջ լինելը ուներ հիմնավորում։ Որն էր հիմնավորում։ Արցախի ազատամարտի եւ այդ մարդկանց վաստակի։ Հիմա մեր երկրին պետք են պրոֆեսիոնալներ։ Նույնիսկ կարա շատ խելացի, շատ տենց ինտելիգենտ դեմքով մարդ լինի, բայց չունենա բավարար պրոֆեսիոնալիզմ, շատ երիտասարդ, լուսավոր դեմքով, լավ տենց հայացքներով, բայց չունենա բավարար փորձ եւ պրոֆեսիոնալիզմ, դա էլ է խնդիրը։ Հետևաբար հատկապես անվտանգության վերականգնման առումով եւ արտաքին հարաբերություններում
Պես ոսկերչական աշխատանք իրականացնելու առումով մեզ պետք է բարձր պրոֆեսիոնալիզմով եւ քաղաքական գործիչներ եւ դիվանագիտական կորպուս։ Մեզ պետք է բարձր պրոֆեսիոնալիզմով եւ քաղաքական գործիչներ եւ ռազմաքաղաքական միտք։ Ընդդեմ ռազմաքաղաքական միտքի մենք ասելով նաեւ ի նկատի ունենք ոչ միայն գեներալներ, գնդապետներ, այլ նաեւ օրինակ ռազմարտությունաբերական համալիրի մասնագետ գիտնականներ, տեխնոլոգներ, արտադրողներ, միտք արտադրող, նորարարներ, դրսում բավարար կապեր ունեցողներ, հարաբերություններ կառուցելու ընդունակ մարդիկ, ներդրումային հնարավորություններ ստեղծող մարդիկ, արտադրական կարողություններ ստեղծող մարդիկ, մեկ ընդհանուր գաղափարին ծառայելու պատրաստակամություն ունեցող մարդիկ, ոչ թե կամակորներ կամ ես կլնեմ կամ գնացեք ինչ ուզում եք արեք, ասեք Բայց այդ տիպի մարդիկ ձայն կբերեն, պարոն Զաքարյան, որովհետև ժամանակին բոլորն էլ հասկանում էին, որ ընտրվում էին այնպիսի մարդիկ, որոնք իրենց շրջապատում կեղծ կատեգորիա է, ձայն բերել հասկացությունը։ Չէր դրված ամեն մեկի վրա դու այսքան ձայն կբերես դու։ Բան չէ, իրենց կոտորում այդպես ձեր տանիքի տակ հայտնվելու համար։ Կար մեծամասնական ընտրական համակարգ կամ ռեյտինգային ընտրական համակարգ, մարդիկ փորձում էին, գնում էին, ընտրվում էին։ Հիմա ես չեմ ասում թե այդ մարդկանց բոլորը դուք եք առաջադրում։ Հա, հասկանում եմ, իհարկե մենք ենք առաջադրում, մեր կուսակցության չեք հրաժարվում էր առաջադրածից։ Իհարկե ես հիմա ինքս ինձ չեմ կեղծի, ոչ էլ դուք կհավատաք, եթե ասեմ, որ գաղափարական մեր հետ կապ չունեին, հա, ուղղակի գաղափարական այսպես հայացքներով տոգորված մարդիկ գնում էին եւ ընտրում էին մեկ այլ գաղափարական հայացքներով առաջնորդվող մարդ։ Ոչ, յուրաքանչյուր իր մոտիվացիան ունեցել ընտրության։ Մեկը ընտրում էր որպես հարևան, մյուսը որպես ընկեր, մյուսը որպես մարտական ընկեր, երրորդը որպես լավ տղա, չորրորդը որպես իրան աջակցած ինչ որ հարցում մարդ, իր խնդրին տեր կանգնած մարդ, ասենք յուրաքանչյուրն ուներ իր մոտիվացիան։ Բայց քանի որ քաղաքական իշխանությունը, ազգային իշխանությունները պետության հիմնական խնդիրներին տեր էր կանում, իսկ հիմնական խնդիրն անվտանգություն, ներ ազգային համերաշխություն, պետության զարգացում, հեղինակություն, արտաքին հարաբերություններ, ներքին հարաբերություններում պես դրված չէր, հա, իդեալականացնելու ամեն ինչը, որ ասենք մենք պետք է մի հատ որոշենք պատգամավորի իդեալական կերպար ու բոլորը պետք է համապատասխանեն այս կերպարին, ասենք ինկուբատորից դուրս եկած կերպարներ պետք է լինեն։ Բայց սխալվել եք այդ հարցը։ Դուք շատերին եք տվել լծակներ, իշխանություն, որոնք ձեր վրա ցեխ են շպրտել ու դուք թիկունք եք պահել։ Դուք պահել եք, դուք ձեր թևերը փռում եք վրեքներ ու ասում եք։ Այդ ճիշտ եք ասում, մենք մինչև այսօր ենք դա այդպես անում։ Մինչև այսօր։ Շատերը շատերը մեզ լքեցին գնացին, բայց միևնույն է, մենք մինչև այսօր ենք իրենց բանանում, հա, թույլ չենք տալիս, որ ասենք բանանենք որևէ քննադատության թիրախ դառնան մարդիկ։ Չնայած որտեղ ճանապարհ եք անցել հետները։ Որտեղ ճանապարհ ենք անցել, որտեղ այդ մարդիկ էլ վաստակ ունեն, այնպես չի որ չունեն։ Բայց վաստակ ունենալ չի նշանակում օրենքներ խախտել ու մնալ անպատիժ, ներել նրանց ամեն մի սխալները։ Համաձայն եմ, դա էլ մեր սխալներն է եղել, դրա համար որ ասում ենք մենք էլ ենք ունեցել սխալներ, բաստողումներ, կենցաղի վրա պետք է այդ սխալները նաև թվենք, չէ՞, այո, ձեր ասած այդ թվարկածնից մեր սխալներից ամենամեծը իմ կարծիքով եղել այն, որ մեզ իշխանության տարիներին ինչու մասը զրպարտում էին, մենք ասում ենք դե լավ, թող խոսեն, ինչու թող ասեն, ասենք ինչ խնդիր է։ Օրինակ ո՞րն է եղել ամենամեծ զրպարտությունը, որ հանդուրժել եք հիմա զղջացել։ 50-50-ները։ Հա, Սաշիկի փայ մտնելը, հայտնի թեզ։ Օրինակ, չգիտեմ, կարմիր գծերը էսա, ձեր ջեբն է մտնում, Սաշիկի գրպանն է մտնում։ Կոռուպցիայի այսպես ահագնացած մակարդակ։ Ճամպրուկով Բաղրամյան 26 փոխտաները։ Այո, սա այդ բոլորը այդ ինչ որ հորինվածքները բան էին անում, ի վերջո տարիների ընթացքում մարդկանց գիտակցում որ Արցախը ծախում են հանրապետ պատկերացնում եք, ասեք մեզ էին դա ասում։ Մենք բանի տեղ չենք դնում, որտեղ դա իրականության հետ ոչ մի կապ չունի, բայց դե մեր սխալներն էր, որ բանի տեղ չենք դնում, չնստեցինք, արմատավորվեց։ Այո, կոռուպցիայի մասով ասեմ, հա, կա գոյությունի կոռուպցիայի ընկալման ինդեքս եւ կոռուպցիայի ինդեքս։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում 3.7 անգամ ավելի բարձր էր, քան իրական կոռուպցիան։ Իրական կոռուպցիան 10% էր, կոռուպցիայի ընկալման ինդեքսը 37% էր, այսինքն թվում էր թե իշխանության մեջ
10-ից 4-ը կոռուպցիայի կոռումպացված են։ Իրականում ասենք 10-ից 1-ին է դա վերաբերում։ Բայց նույն այդ բոլոր խնդիրները մեր համար այո դառան ժողովրդին հակադրող։ Այնպես որ այո յուրաքանչյուր ժամանակահատված ունի իր այսպես խնդիրները, խնդիրները, մենք էլ բազմաթիվ խնդիրների, խնդիրների միջով անցել ենք, պետությանը, մեր հիմնական խնդիրները պետությունը անվտանգ անցնցում դուրս բերել, որպեսզի մարդիկ չզգան դրա բարդ հետևանքները։ Ֆինանսատնտեսական ճգնաժամ համաշխարհային, գլոբալ նոր միությունների ձևավորման մեջ մտնել եւ այդ ընթացքում ընտրություն անել այնպես, որ դա պետության հեղինակության եւ արտաքին հարաբերությունների վրա բացասական անդրադարձ չունենա, ընդհակառակը շահավետ լինի, անվտանգային միջավայրեր, որոնք որ քեզ ապահովագրած կլինեն ցանկացած ռիսկից, օրինակ 16 թվականի ապրիլյան պատերազմը, չէ՞։ 15 թվականի, այո, միշտ այն միտումն է եղել, որ պատերազմ կարա լինի ցանկացած պահին, բայց մենք վստահ ենք եղել, որ ցանկացած պահի պատերազմ մենք կարողանալու ենք ոչ միայն կանգնեցնել, այլ դեղից դիվանագիտական, քաղաքական, հսկայական շահույթով դուրս գալ։ Այն ինչ որ եղավ 16 թվականին եւ դրանից հետո դիվանագիտական ամբողջ պես ամրագրումները Վիեննայի Սանկտ Պետերբուրգի արձանագրությունները եւս մեկ անգամ վերահաստատումը 94 թվականի հրադադարի ռեժիմի եւ 95-ին հաստատված ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը եւս մեկ անգամ ՀԱՊԿ-ի, ԵՀԿ-ի բոլոր միջազգային կառույցների անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի ձևաչափին, եւս մեկ անգամ խնդիրը խաղ լուծելու պարտադրանքին, եւս մեկ անգամ ինքնորոշման իրավունքի կիրառման անհրաժեշտությունը, եւս մեկ անգամ շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղադրման անհրաժեշտությունը, իսկ դա դառնում էր ըստ էության Արցախա-ադրբեջանական շփման գիծը ինչ որ առումով դառնում էր ճանաչելի սահման, ինչը Ադրբեջանի համար շատ վատ է։ Տեղից ելնելով էր Ալիևը միամիտ տղա չի, ի վերջո բոլոր այդ process-ների արդյունքում էր ծնվում այն խոստովանությունը, որ ին վրա միջազգային ճնշում կա փակ դռների ետևում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այսինքն խնդիրը Արցախյան կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափում ինքը ուներ որոշակի տրամաբանություն եւ պատահական չի, որ նույն Նիկոլն է խոստովանել, որ իշխանազավթումից հետո երբ որ հանդիպում են ունեցել 3 երկրների լիդերների հետ, նրանք երեքն էլ միաբերան ասել են, չէ, որ Ալիևն էլ է հասկանում, որ այլևս Արցախը չի կարա Ադրբեջան վերադառնա, Արցախը արդեն բարձ հասկանալ է, բայց խնդիրը պետք է լուծել փոխզիջումային բան ճանապարհով եւ այլն։ Լուկաշենկոն է փոխանցել այդ միտքը Ալիևին, եթե չեմ սխալ, բանը Փաշինյանին, եթե չեմ սխալ։ Այսինքն այդ բարձ ճշմարտությունների, այդ խնդիրների մեջ ընդհանուր միջև եղել է հայտնի առաջարկը 5 միլիարդ դրամով փոխհատուցել փոխզիջումային տարբերակը, այսինքն դա էլ նշանակում էր, որ ինչ որ մի լուծման նույնիսկ արդեն գնում էր, որից Սերժ Սարգսյանը հրաժարվել է, իսկ ինչի է հրաժարվել, որովհետև պայքարը փողի վերածելու անթույլատրելիությունն էր տեղ, այսինքն մի ամբողջ ժողովուրդ վերակացել ինքնորոշման իր իրավունքը իրացրել, դրա համար զոհվել, դրա իր անվտանգության համար զոհվել, իր ազատ ապրելու իրավունքի համար զոհվել, իր հայրենիքի համար զոհվել, ու արդյունքում ինչ որ տենց առևտրային հարաբերություններ ձևավորվի, դա անթույլատրել է, դա Հայաստանի դիրքերն ավելի է ամրացրել, դա Հայաստանի նկատմամբ հավատը, հարգանքն ավելի է մեծացրել։ Իսկ փողով չի ծախել։ Որ իսկ պատկերացնում եք, ասենք երկրորդ համաշխարհային ժամանակ, ասենք Հիտլերը սկսեց ինչ որ տարածքների վրա փողով առևտուր անել։ Եթե Փաշինյանի վրա այդպես աշխատել էին, բերել էին, պարոն Զաքարյան, իմ մոտ հարց է առաջանում, ԱԱԾ-ն մեր երկրում ինչ էր անում, միթե չէին զեկուցում Սերժ Սարգսյանին, ով էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ, ինչպես ասում են, այսինքն մի օրում չեն տանում հավաքագրում, աշխատում վրան, այսպես տեխնոլոգիաներ բանանում, սովորացնում, ճանապարհում իրեն ու իր թիմը, եթե դա սովորացնում։ Նիկոլ Փաշինյանը էլի են չէ փորձեր եղել իշխանափոխության Հայաստան։ Հա, եղել են բազմաթիվ։ Դե հիմա
Դա մեր պետության այսպես արտաքին միջամտության անընդհատ բաներն է եղել, որը որ տարբեր ժամանակահատվածներում, այո, տարբեր ժամանակահատվածներում այսպես շատ փափուկ ձևով հաղթահարվել է, հնարավոր է եղել հաղթահարել։ Եվ դա էլ է Հայաստանի նկատմամբ հեղինակություն ավելացրել, որովհետև մարդիկ դրսի աշխարհում հասկացել են, որ Հայաստանում կան մարդիկ խելացի, ովքեր որ իշխանության մեջ գտնվող լիդերներ, ովքեր որ լավ հասկանում են իրաց պետության շահը եւ կարողանում են մանևրել այդ խնդիրների մեջ առանց իրանց պետության շահից ինչ-որ մի բան զիջելու։ Փաշինյանի վրա ո՞նց ներդրում արի։ Փաշինյանի պատճառով դրա համար ասեմ բոլոր խոշոր ուժերի միավորումը, այո, օգտվեցին իշխանության անցումային փուլից, կարողացան գեներացնել ատելություն, այսինքն 20 տարիներին գեներացրած ատելությունը, սուտը, կեղծիքը կարողացան հավաքեն միտեղ եւ իրականացնեն այն ինչ որ իրականացրեցին։ Իհարկե ինչ կարար անել եթե այսպես ռետրոսպեկտիվ հետ ենք նայում, հետին թվով խելացիները միշտ ավելի հեշտ է, չէ՞։ Հետ ենք նայում, ասում ենք, ինչ կարար անել այն ժամանակ իշխանությունը։ Մի բան միայն, ուժի կիրառում։ Իսկ ինչ կտար այդ ուժի կիրառումը, այդ միջազգային հեղինակության անկում, խոշոր ուժերի աջակցությամբ տեղի ունեցող process-ին։ Այդ ուժի կիրառում այլ բան է, որ թույլ չտրվեր որ հասներ ուժի կիրառման, բայց սկզբնական շրջանում շարժումն այնքան փոքր եւ աննշան էր, որ նույնիսկ ասենք դրա դեմ պայքարելու խնդիր անգամ չկար։ Եվ նորից եմ ասում, անցումային փուլում էր գտնվում իշխանությունը։ Բաց չէր հետևում։ Երկիրը դուք կարող էիք, մենք շարքային քաղաքացիներս կարող էինք դա չնկատել, բայց երկիրը լեգիտիմ ղեկավար է ունեցել ապրիլի 17-ից սկսած, չէ՞, կառավարություն։ Իսկ մինչև այդ արդեն, ինչպես ասում են, փուչիկը փչած էր արդեն։ Հետևաբար այդ մարդիկ, ովքեր պետքա դերակատարություն ունենային այդ ընթացքում, այդ անցումային փուլում չկարողացան ունենան, թե չուզեցան ունենան, դա այլ խնդիր է։ Եվ Կարեն Կարապետյանին նկատի ունեք։ Չէ, ոչ միայն Արմեն Սարգսյանին առաջին հերթին, այսինքն եւ ընդհանրապես, այսինքն այդ փուլում Հայաստանի նորագույն պատմության այդ ժամանակահատվածը շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Պետք չի ժողովրդին խառնել այս ուսումնասիրությունների մեջ, ասել ժողովուրդ պետք է հետևի, ժողովուրդ ուրիշ բանի համար պետք է հետևություն ունի։ Ժողովուրդը այս պատմության մեջ երկու սխալ բան ա արել։ Ընդ որում առաջինը սխալ չի կարելի համարել, երկրորդն է սխալ պետք է համարել 21 թվականի ընտրությունն, այո։ Առաջինը դե մարդիկ հույս են ունեցել 18 թվականի դեկտեմբերի 9-ին Նիկոլին ընտրելով հույս են ունեցել, որ լավ կլինի։ Մարդը հույս ունի, չի կարելի մարդուն մեղադրել լավ հույսեր ունենալու մեջ։ Բայց հուսախաբ եղած մարդուն երկրորդ անգամ խաբվելու եւ երկրորդ անգամ ոլորվելու մեջ արդեն այն էլ ճակատագրական խաբվելու մեջ, հա, արդեն տեղ խնդիր առաջանում էլ չես կարող այդ մարդուն արդարացնես։ Պարոն Զաքարյան, դուք 18-ից առաջ 770,000 ձայն էիք հավաքել, 18-ին շեմը չհաղթարվեց, չնայած ասում եք խախտումներ են արել, 21-ի ընտրություններին արդեն եթե չեմ սխալվում 4.5% էր, չէ՞, ձեր ձայն, այսինքն բանով, հա, 5-ից ավել, բայց քանի որ 7% էր դաշինքի պարագայում, մեր խմբակցությունը օրենքի ուժով պատիվ ունեմը մտավ։ Հիմա եթե ընտրություններ լինեն, հանրապետականի ռեսուրսը, ձայների հավակնությունները որքան, այսինքն որքան ձայն դուք կհավաքեք, դուք վստահ եմ հարցումներ արած կլինեք, պարզած կլինեք, գիտեք։ Այդ հարցը ինձ կարող եք տալ 26 թվականի ասենք թե մայիս ամսին։ Հիմա շատ բարդ է ասել, ու ընդհանրապես որևէ քաղաքական ուժ չի կարող ասել։ Լավագույն սոցիոլոգիան հիմա ընտրություններն են։ Պետք է ընտրություն լինի, նոր ասենք թե ինչքան է, որովհետև մարդկանց համոզմունքները մարդիկ հիմա բարկության ֆոնի վրա են։ Բարկություն իշխանության նկատմամբ եւ ակնկալիքներ, որոնք եղել են ընդդիմությունից ու առայժմ դեռևս չեն արդարացվել այդ ակնկալիքները կամ չեն իրականացվել։ Այսինքն մարդկանց մոտ այդ անորոշության ֆոնը դեռևս պահպանվում է, եւ հիմա դժվար է ասել, թե այդ անորոշության ֆոնի վրա ով ինչքան
հանրային հեղինակություն ունի։ Ոչ հիմա Նիկոլը կարա ասի ինքը ինչքան ձայն ունի։ Ոչ Հայաստան դաշինքը, ոչ պատիվ ունեմ, ասենք ոչ հանրապետական, ոչ էլ որևէ քաղաքական ուժ կամ անհատ։ Բանը շատ անկանխատեսելի եւ շատ անորոշ է այսօր հանրային կարծիքը, որտեղ մարդկանց մոտ ապաթիան է շատ մեծ։ Եթե հասարակության 60%-ը բոլոր հարցումներով ընդհանրապես չի ուզում լսի քաղաքական խնդրի մասին, փորձում է իրան հեռու պահի այդ հոգեմաշ, ասենց ասած, process-ից։ Բնականաբար այդ մարդկանց որոշումները եւ մարդկանց հավակնությունները, քաղաքական իրենց հայացքները եւ նախընտրությունները դժվար է ասել։ Դրա համար ասում եմ, արդեն ընտրությունից առաջ է։ Բայց ԿՊԱ-ականները այսպես ինքնավստահ ասում են, վայ, որ իրանք են հանրապետականները, իրանք մերժված են, այնտեղ Ալեն Սիմոնյանն ասում է Սերժ Սարգսյանը հայլու մեջ նայի կամաչի, այս տիպի արտահայտություններ են անում, ամաչելու բան ունի Սերժ Սարգսյանը առհասարակ։ Բոլորովին։ Սերժ Սարգսյանը ոչ մեկից ամաչելու բան չունի եւ պատմությունը կոնկրետ թե խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, միայն, բայց ոչ միայն Սերժ Սարգսյան, այլ նաեւ մի շարք մեր պետական քաղաքական գործիչների պատմությունը դասելու է Հայաստանի ոսկե ժամանակաշրջանի ոսկե դարի ապահովողների հեղինակների շարքին։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շարունակում է ինքն իր առջև խնդիր դրած, ինքն իր առաքելությունը վերցրած այս վիճակից երկիրը դուրս բերելու առաքելությանը մասնակից լինել։ Դրանում էլ նաև մեր կուսակցության ղեկավարի պայքարն ամբողջ մոտիվացիան։ Նա որ դուրս չի գալիս քաղաքական դաշտ։ Եթե ինքը չի ուզում ղեկավարի երկիրը, որն է իր մոտիվացիան։ Քանի որ մարդկանց կենսագրությունը ուղիղ կապված է Արցախի հետ, մարդիկ երբ որ Արցախյան պայքար էին անում, ոչ մեկը չէր երազում երկրի նախագահ դառնալ կամ պաշտպանության նախարար դառնալ։ Մարդիկ բոլորը, ինչպես բոլորը, իրանք էլ որպես հայրենասեր մարդիկ դուրս են եկել պայքարել են, երբ որ մարտի դաշտում պատերազմում էին կամ զենք եւ զինամթերքի խնդիր էին լուծում, ապահովման խնդիրներ էին լուծում, համակարգման խնդիրներ էին լուծում, գիշեր-ցերեկ ինչ-որ բարդ եւ վտանգավոր առաքելություն էին իրականացնում, մարդիկ չէին մտածում, որ mēs անենք, որ հետո լավ լինի, գնանք նախագահ դառնանք։ Կամ երբ որ նախագահային դառնում, չէին մտածում, որ ահա վերջ եկել է արդեն վայելելու ժամանակ։ Ոչ, ինչի ով չի հասկանում, որ պետության ղեկավար լինելուց բարդ բան հայ մարդու կյանքում չի կարա լինի։ Բարդ եւ պատասխան։ Իհարկե գիտակից մարդու մասին է խոսքը, Նիկոլի մասին չի խոսքը։ Հետևաբար մարդիկ ունեն առաքելություն իրանց առջև դրված։ Ես կարծում եմ, որ նույնը նաև Ռոբերտ Քոչյանի պարագայում, նույնը նաև Տեր-Պետրոսյանի պարագայում, որտեղ իրանք հսկայական ջանք ունեն ներդրած եւ իրանց աչքի առաջ քանդվել է այդ ամբողջ պայքարը, գաղափարը։ Զուտ դրա համար դուրս չի գալիս։ Եվ իսկ ինչի դա քիչ է, մյուս քաղաքական երիտասարդ քաղաքական գործիչներ ինչի համար են պայքարում։ Եթե հələ ոչ մի ջանք, ոչ մի ներդրում չունեն պետության մեջ, իրենք ինչի համար են պայքարում, կարիերայի, պաշտոնի, աթոռի։ Իսկ ավակ սերունդի պարագայում հաստատ աթոռը չի խնդիրը։ Իրանք վերջո իրանց կենսագրության մեջ ինչ որ մի բան շտկելու շատ պարզ մարդկային մղում ունեն։ Ես այստեղ չեմ կարող այս ցավոտ հարցին չանդրադառնալ, ինձ համար համենայն դեպս շատ տհաճ էր Միքայել Սրբազանի մեղադրանքները, որ Սերժ Սարգսյանն ինքն է ընդդիմադիր դաշտում այս կոլապսի հեղինակը ու սլակները ուղղելը, Քոչարյանին տղամարդ համարելը եւ ոնց հասկացանք Սերժ Սարգսյանին ոչ, ճիշտ է դուք ձեր թիմի որոշ անդամներ հակադարձումներ արել եք Միքայել Սրբազանին համարելով ինչ որ մեկը Քոչարյանի գրասենյակի աշխատակից, քայլող անտեղյակություն, Newsmaker ինչ որ բաների համար, բայց ամեն դեպքում այս մեղադրանքները այսպես ինձ համար շատ արտասովոր էր, որ հենց ընդդիմադիր մարդուց էր, ընդդիմադիր կեցվածքով մարդուց էր։ Իսկապես Սերժ Սարգսյանն է, այսպես մի քիչ գողական բառ օգտագործեմ, ռուլի տանում, այսպես ասած, իրավիճակը ընդդիմադիր դաշտում ու փչացնում։ Ինչն է փչացնում։
որ չստացի ոչ մի արդյունքի չհասնեն, ինքն է մնում է քաղաքականության մեջ, մի քիչ առաջ Սրբազանն ասում էր թող դուրս գա քաղաքականությունից, եթե Բագրատ Սրբազանի հետևում չլինեին ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, կհաղթեր եւ այլն, այսինքն բայց ես նոր մի 5-10 րոպե ինչով էի զբաղված։ Հա, եւ դրանից առաջացավ այդ հարցը։ Թե ինչի համար են, չէ, քաղաքականության մեջ մնացել։ Բա ինչի Սրբազանը այլ համոզմունք ունի։ Դրա համար ես մի անգամ առիթ ունեցել եմ մեր շատ հարգարժան Սրբազանին արձագանքելու, նույնն եմ ուզում կրկնեմ։ Հարգելիներս, մեզ մի զրպարտեք։ Քննադատեք ինչքան ուզում եք, դրա իրավունքն ունեք։ Եվ Սրբազանները, եւ հայր սուրբերը, եւ գեներալները, եւ շարքայինները, եւ գործազուրկները, եւ անգորցները, բոլորը մեզ ուղղորդված է անում զրպարտությունը, իրավունք ունեն, բայց զրպարտելու իրավունք մենք ոչ մեկին թույլ չենք տա։ Ուղղորդված է զրպարտում։ Գուցե ես չունեմ նման փաստեր խոսելու, բայց չեմ էլ կարող ոչ բացառել, ոչ էլ բան այսպես հիմնավորել։ Հետևաբար իմ խնդրանքը, իմ հորդորն է նա, որ մեզ մի զրպարտեք։ Դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետև դա մեր մոտ առաջացնում է շատ բնական արձագանքելու շատ մեծ ցանկություն։ Ցանկացած խոսք։ Եղավ գնահատական, որ հանրապետականի եւ եկեղեցու միջև սեպ են խրում սրան։ 10 պատվիրաններից մեկը ո՞րն է։ Որ մեկն եք ասում։ Սուտ մատնություն, սուտ վկայություն։ Հա, սուտ վկայություն մի տուր։ Մի տվեք։ Չի սազում։ Պատվիրանով եք պատասխանում Սրբազանին։ Ինչով պատասխանում։ Սահմանադրությունով։ Պարոն Զաքարյան։ Որը Նիկոլն ուզում է փոխի։ Մեջից հանի ամբողջ բովանդակություն, ամբողջ աղը միտքը դարձնի Հայաստանի Հանրապետությունը հենց այնպես։ Որտեւ ասում են սահմանադրությունը չի ընտրել մեր ժողովուրդը, այս թեմայի մեջ եթե մտնենք մենք այսօր չենք ավարտի, բայց խորհրդարանական ընդդիմության մասին էլ կուզենամ շատ կարճ ձեր դիտարկումները ներկայացրել, որովհետև մենք հետևում ենք իրադարձություններին, խորհրդարանում ընդդիմությունը շարունակում է ծեծ ուտել իշխանությունից, ԿՊՀ-ականներից, թվում էր թե հակառակ պատկերը պիտի լինի պարտություններից, այսքան սխալներից հետո, բայց տեսնում եք մարդիկ գնում են ծեծ են ուտում, ինչի։ Բայց ով ասեց որ ծեծ են ուտում։ Հա, կռիվալինում առաջին խփողները, այս վերջին կռվին անդրադառնանք, Վահե Ղալումյանն էր խփողը առաջինը, այնտեղ Արտուր Հովհաննիսյանը ԿՊ խմբակցության քարտուղարը ոչ եթերային բառ ասեց ընդդիմադիրներին, կուլ են տալիս անցնում են առաջ, մտնում են նորից օրակարգի մեջ, եթե սա ծեծ ուտել չի, բավի, ի՞նչ է։ Ծեծ ուտելու մասին չի խոսքը, ոչ է ծեծ են ուտում։ Դա ընդհանրապես խոսում է մեր այսպես կոչված խորհրդարանական մեծամասնության, այսինքն դավադիր խմբակի վերաբերմունքը քաղաքական գործընթացներին։ Իրանք ատելությունը սերմանում են, իրանք գեղձիքը տարածում են եւ ճշմարտության դեմ էլ, քանի որ ճշմարտության դեմ պայքարելը միշտ դժվար է, փորձում են հրահրել ծեծուջարդ։ Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմությունը չի տրվում այդ սադրանքներին։ Ուղղակի չի տրվում։ Բա ինչ ակնկալիքով պետք է լիներ, որ սադրանքների տրվեր։ Ծեծվում են էլ, ասենք ու մտնում են հետո հաջորդ հարցի քննարկման մեջ։ Այսինքն բռունցքները բանանեն, թևերը կշտեն ու անցնեն ձեռնամարտի։ Ծեծին ծեծով, ական ատամանդատաման, այդպես չի։ Շատ լավ։ Հաջորդ խորհրդարանում Չէ, իհարկե ես բռնության կոչ չեմ անում, ես իհարկե դեմ եմ բռնությանը, ցանկացած ծեծին եւ այդ միջոցով բռնցքներով հարցերը լուծելու։ Եթե պատգամավոր լինեի, ավելի բարոյական կլիներ ձեր հարցին ուրիշ ձև կպատասխանեի, բայց քանի որ ես պատգամավոր չեմ, իմ կարծիքով ճիշտ են անում, որ չեն տրվում սադրանքներին։ Գուցե ես չկարողանայի այդ սադրանքներին չտրվել եւ ես իրոք, ասենքն, քանի որ շատ մեծ կորուստներ եմ անձնապես կրել ես իշխանության պատճառով։ Ես ինքս նույնիսկ առանց սադրելու կարողա սրանց այդ նորմալ զրույցի չդիմանամ։ Հետևաբար ես ինքս այդ հարցին մի քիչ ճիշտ չի որ պատասխանեմ, որովհետև իմ պատասխանը եւ այն ինչ որ ես եմ մտածում հաստատ նույնական չեն լինելու։ Այսօր պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը Փաշինյանին հեռացնելու քայլերի ուղղությամբ միատարր են, այսինքն իրենք նույն կերպ են մտածում, որովհետև մենք տեսնում ենք խորհրդարանական աշխատանքներում իրենք շատ տարբեր են
իրենց դրսևորում։ Իհարկե դրսևորումները տարբեր են, բացի դրանից յուրաքանչյուր падգամավոր ինքը իր ակտիվության դրսևորումներն ունի, յուրաքանչյուրը ինչ տարբեր խնդիրների մեջ են խորացել եւ այդ խնդիրներով են բարձրաձայնում հանրության այս կամ այն խմբի խնդիրները, այդ խնդիրներով են իրենց քննադատության խոսքը կառուցում, այնքան շատ է քննադատելու բանը, որ ընդդիմությունը 10 անգամ էլ մեծացնես խորհրդանում, էլի քննադատելու հարցեր մնալու են։ Մեր պարագայում մենք ճիշտ չենք համարում այս դավադիրների հետ գնալ ինչ-որ բանի պոլեմիկայի մեջ մտնել, օգտվում են միայն հայտարարությունների իրավունքից եւ երբեմն նաեւ մասնակցում անձնաժողովի նիստերին այն հարցերի շուրջ, որոնք որ համարում են կարևոր, բայց դա իհարկե չի նշանակում, որ մենք համարում ենք, որ մեր մոտեցումը ճիշտ է, մեր մյուս գործընկերների մոտեցումը տարբեր են մոտեցումները, տարբեր են, բայց գլխավոր հարցի շուրջ, այսինքն իշխանափոխության եւ այս կառավարիչներին իշխանությունից հնարավորինս շուտ լեգիտիմ եղանակով հեռացնելու մասին, դրանք վստահաբար կարող եմ ասել, որ ազգային ժողովում այդպիսի ընդդիմադիր падգամավոր երևի թե չեք գտնի, որ այդ գործում իր մասնակցությունը չունենա։ Ամփոփելով մեր զրույցը, ես կուզենամ այս հարցի մասին էլ անպայման մեկնաբանություն տաք, Փաշինյանը շատ վատ զգաց, երբ որ դրոշները այրեցին ավանդույթի համաձայն, ՀՅԴ-ի ակտիվիստները, երիտասարդները, նույնքան վատ չզգաց այն դեպքից, երբ որ Ալիևը Ստեփանակերտում Արցախի դրոշի վրա քայլելով, ոտքերը սրբելով, կոշիկները անցավ։ Հիմա համարում է հարևան միջազգայինորեն ճանաչված պետության երկրի դրոշները այրելը սադրող, հրահրող, դատապարտելի եւ այլն։ Ինչու այդ նույն բանը ցավը չզգաց Արցախի դրոշի հանդեպ։ Լսիմե ջան, դուք այնքան ճիշտ, ճշգրիտ եւ սուր հարցադրումներով եք դիմել Նիկոլին։ Տարբեր առիթներով։ Եվ ձեր հարցադրումների մեջ էլ հենց արդեն այդ ճշմարտությունը կա, եւ ես էլ նոր այսպես պատասխան ձեր հարցին, քան այն, որ էլ ոնց ապացուցի, որ ինքը մեր երկրի, մեր պետության շահերի պաշտպանը չի, իրան ավելի շատ հետաքրքիր է, որ Ալիևը կամ Էրդողանը չփոշմանեն կամ բան չանեն, իր իշխանության պահելու ռեսուրսները չպակասեցնեն։ Իսկ որ դրանք ակնհայտ օգնում են, ես կարծում եմ, որ դա տեսանելի է։ Օգնում են ինչպես, քաղաքական բանով, օգնում են մի process-ում, որտեղ որ Նիկոլն էլ գալիս է ժողովրդին ավախացնում, ասում է, պատերազմ եք ուզում տեսնում եք, կրակում են, պատերազմ եք ուզում տեսնում եք, բան, պետք է սահմանադրությունը փոխենք անպայման, որ պատերազմ չլինի։ Այս խաղաղության ծուխտը բերում է։ Փակենք, պետք է 300,000 ադրբեջանցիներին բերենք, որ հանգարց պատերազմ չլինի։ Այսինքն մի մարդ, որ մեր բոլորի անվտանգության երաշխավորն է, մեզ սպառնում է վտանգով։ Մի մարդ, որին տվել են բանակ, զինուշ, եւ ինքն էլ գերագույն գլխավոր հրամանատարն է, ոչ բարով եղել։ Բոլոր գործիքներ, արտաքին հարաբերություններ, անվտանգային հսկայական միջավայր, այն ամենաբարդ ինժեներական կառույցներով հագեցած պաշտպանական բնագծեր, ու ինքը այդ հնարավորությունները ամբողջությամբ ծախողել է վարյա տվել, բերել հասցրել կապանի օդանավականի գլխին եւ ներքին հանդում եւ խոզնավարում ու խնածախում ադրբեջանցիներին նստացրել մեր բնակիչների շնչին, նույնը նաեւ Սոտքում ու Ջերմուկում։ Հիմա այդ մարդը ինչ է, ասինքն մենք ինչն ենք էլի քննարկում, ինչ սպասենք այդ մարդուց, ասինքն բարձ չի որ դա այդպես անել։ Դուք որ գաք իշխանության ինչ եք անելու, ինչ եք փոխելու, ոնց եք շտկելու։ 3 շատ կարևոր բան։ Մնացածը հետո կերևա ավելի դետալացված, երբ որ ներսից տեսանելի լինի, թե իրականում ինչ վիճակում է պետությունը, բայց 3 շատ կարևոր բան պետք է արվի, եւ դրա մասին խոսել է նաեւ նախագահը մեր կուսակցության խորհրդի
վերջին նիստում 35-ամյակին նվիրված։ Առաջինը հանրային համերաշխություն եւ ներսում եւ Սփյուռքի հետ։ Առանց համերաշխության, առանց իրականում սիրո հանդուրժողականության եւ միաբանության վրա մենք չենք կարողանալու այս իրավիճակից դուրս գալ։ Վենդետաներ չեք անելու։ Ոչ։ Պատժիչ գործողություններ էլ չի Այն լինելու։ ինչ որ դատարանը կորոշի օրենքի սահմաններում հիմնավորված, ապացուցված, դա էլ կլինի դատական վճիռ։ Ոչ հաջորդ վարչապետի որոշումը կլինի դա, ոչ հաջորդ պաշտպանության նախարարի որոշումը, ոչ էլ հաջորդ, չգիտեմ, որևէ այլ իրավասու պաշտոնյայի որոշում։ Հանրային համերաշխություն։ Միայն դատարանները։ Արցախը հետ բերելու հետ կապված։ Որը որ մեզ հնարավորություն է տալու բոլոր տեսակի խնդիրներում, առաջնային կարևոր խնդիրներում մեր ժողովրդի շունչը, մեր ժողովրդի միտքը միավորել։ Հսկայական էներգիա ստացվելու, հսկայական։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ անելու ենք, դա պետության անվտանգության եւ պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է։ Զինված ուժերով պետք է շատ լրջորեն զբաղվել, բայց միայն զինված ուժերը չի անվտանգության խնդիրը։ Դա նաև ընդհանուր միջավայրն է, որը մենք պետք է իրականացնենք արտաքին հարաբերությունների միջոցով, այսինքն պրոֆեսիոնալ, շատ պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի փորձառությամբ օժտված դիվանագիտական կորպուս, եւ դա միայն ԱԳՆ-ն չի։ Դա եւ ժողովրդական դիվանագիտությունն է, եւ բոլոր պետական կառույցներում արտաքին հարաբերություններով զբաղվող տնտեսությունից սկսած մինչեւ մշակույթ, որովհետեւ հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ ընկալումները խեղվել են ամբողջ աշխարհում։ Անգլիացիներն էլ չեն հասկանում, թե ինչ է ուզում է ժողովուրդը, ինչի ասենց ինքն իր հետևից ընկել։ Ֆրանսիացիներն էլ չեն հասկանում, ռուսներն էլ չեն հասկանում, մարդիկ մենք իրանց համար սրանք ում համար էլ, այսինքն ինչ են ուզում։ Կամ լավ ասենք մենք մեր շահերն ենք պաշտպանում, իրանք ում շահերն է պաշտպանում։ Լղոզվել է ամեն ինչ։ Ամեն ինչը լղոզվել, ամեն ինչը իր նորմալ ռիթմից եւ ռելսերից դուրս է դրվել, եւ այս իրավիճակը այո շատ արագ պետքա բերել այնպիսի դաշտ, որովհետեւ այսօր աշխարհում տեղի ունենում շատ կարևոր փոփոխություններ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ իդեալական հնարավորություններ իրավիճակը շտկելու։ Երրորդ քայլը ո՞րն է։ Ոչ մեկ չի կարող վստահ ասել, որ մենք Արցախը լրիվ կորցրել ենք։ Իսկապես։ Այո։ Շանսեր կան։ Ասում եմ, ոչ մեկ չի կարող վստահ ասել, որ վերջ Արցախի էջը փակված։ Իսկ երբ որ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Արցախի էջը փակված չի, աշխարհի մոտ առաջանում է ուրիշ հետաքրքրություն աշխարհի խոշորների մոտ։ Իսկ այնտեղ սկսվում է արդեն պետական կառավարում, դիվանագիտություն, ուժային գործոն։ Երրորդ քայլը ո՞րն է։ Հայաստանը միութենական կազմի մեջ ուզում եք մտցնել, թե չէ։ Այո, երեքն էլ ասացի։ Իսկ կա նման պլան։ Համերաշխություն, անվտանգություն եւ արտաքին հարաբերություն։ Հա, դրանք տարբեր էին։ Ես մի կետի մեջ դա մտցրեցի, միութենական պետություն կողմ եք, գուբերնիա եք սարքում, որովհետեւ իշխանություններն ասում են, հա, իրան գալիս են, որ տանեն ձեզ մտցնեն Ռուսաստանի սապոգի տակ։ Եթե հիշում եք, ես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ, հավական երկար խոսեցի։ Այո։ Դարձավ կարող Չեմ մոռացել։ Իսկ Հանրապետական կուսակցության ակունքները անկախության համար պայքարի ակունքներն են։ Անկախության խնդիրը ոչ մի որևէ հանրապետականի չի վիճարկվելու։ Չի վիճարկվելու։ Որևէ հանրապետականի մի հարցրեք այնպիսի այսպես ասած քաղաքական պատկերացումներ, որոնք Հայաստանի Հանրապետության անկախությունը կարան բանալեն, թույլատնեն կամ ընդհանրապես հարցականի տակ դնեն։ Որևէ միավորում նամանավան նոր աշխարհում տեղ ունեցող մենք կարող ենք համարել հնարավոր, եթե հասկանանք, թե դա ինչ է իրանից ենթադրում։ Ու մեր շահը որն է այդտեղ։ Որն է մեր օգուտը։ Երբ որ մենք ԵԱՏՄ էինք մտնում, մեզ մեղադրում էին տարբեր բաներում, չէ՞։ Առաջի մեղադրանքն էր, որ մի գիշերվա մեջ որոշում փոխեցինք, հաջորդ մեղադրանքն էր, որ դա ուժի ազդեցության ճշմարտակ է եղել։ Երրորդ մեղադրանքն էր, որ մենք
մի տնտեսական միությունից օգուտներ ստանալու փոխարեն գնացել ենք մի անորոշ տնտեսական միություն, որտեղ բաց չի օգուտ ունենալու ենք, թե չէ։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետությունն անցել է դրանից ուղիղ 10 տարի, ճիշտ է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսությունը, այն ինչ որ հիմա Հայաստանում տնտեսություն կա, այն ինչ որ պետությունը լավ թե վատ կարողանում է։ Միութենական։ Այո, բայց հիմնական արդեն որ արդեն գործարկվեց այսպես 15-ից արդեն, այո, գործարկվել են բոլոր պայմանագրերը, ընդ որում Հայաստանը մինչև 2020 թվականը ունեցել է բավականին մեծ պրիվիլեգիաներ, չէ՞, երրորդ երկրներից առանց մաքսային ավելումների ներկրումներ, այսինքն բոլոր տեսակի արտոնություններից է օգտվել եւ երրորդ երկրների պարագայում եւ ԵԱՏՄ-ից։ Այսօր տնտեսության 47%-ը արտահանման եւ ընդհանուր նաեւ շահութաբերության ամբողջությամբ ԵԱՏՄ-ից է գալիս։ Ուրիշ տեղից համարյա թե ոչինչ մենք չունենք երրորդ երկրների հետ մեծ ծավալի բան։ Բա այդ որոշում կայացնող մարդը ով էր եւ այդ մարդուն ինչ մեղադրանքներ էին ժամանակին քննադատություններ էին հնչեցնում առանց հասկանալու, առանց խորանալու։ Չարթարացրեց, չէ՞, որ ասում են ժամանակի ընթացքում ամեն ինչ կյանք ցույց տալիս, որ նա ճիշտ, որ նա 7 տարի հետո էլի կյանք ցույց տվեց, որ թե ով էր ճիշտ, ով էր Արցախը իրականում ծախում, ով էր Արցախը իրականում պահում։ Եվ ում դե մեր պետք դուրս գալ։ Այսօր մենք ինչ Սերժ Սարգսյանին ոչ մեկ չի մերժել։ Բոլորը յուրաքանչյուրն ինքն իրան է մերժել։ Իր անվտանգությունը, իր ինքնիշխանությունը, իր արժանապատվությունը, իր Արցախը, իր ապագան։ Բայց հույս կա։ Խմենք, պարոն Զաքարյան։ Հույս միշտ կա, այո։ Հույս միշտ կա, եկեք խմենք գիտակից քաղաքացու համար, որոնց վրա կառուցված է եղել եւ կառուցված է լինելու Հայաստանի պետություն։ Եվ տա Աստված թող գիտակից քաղաքացիների ամեն տարի ավելի շատ գիտակից քաղաքացիներ լինեն։ Ես անկեղծ ասեմ, մեր երիտասարդության միտքը ինձ շատ ուրախացնում է։ Բնությունը ոնց որ ավելի sense բանա հավասարակշռությունները պահում, հա, երիտասարդներին ավելի ազգային, ավելի հայրենասեր է դարձնում։ Չգիտեմ ոնց։ Հա, բալանսը պահում։ Ոչ մեկ իրանց չի քարոզում, ոչ մեկ իրանց բան չի անում, բայց բնությունը իրանց այդ ինքնապաշտպանական գենետիկ կոդի մեջ շատ ամուր դնում է, առաջացնում է ինքնապաշտպանական շատ մեծ մի հոր։ Երևի հենց տենց է եղել, որ մեր ինքնությունը մենք կարողացել ենք պահենք, մեր եկեղեցին մեզ կարողացել է տիրություն անի մինչև պետություն ունենալը։ Մեր պետությունը կարողացել է նվիրյալներ գտնի, կարողացել է դրա հիման վրա բանակ կառուցի։ Ինչի առաջ ովքեր էին գնում բանակ։ Աշխատավարձի համար էին մարդիկ գնում բանակ ծառայելու։ Նվիրյալ ունեմ առաջին տարիներին, որ ոչ սպա կար, ոչ նորմալ համազգեստ կար, ոչ նորմալ գիտելիք կար, բայց հենց այդ նվիրումի վրա։ Այսօր էլ այդ նվիրումով պետքա դուրս գանք այս աղետալի վիճակից եւ մեր գիտակից քաղաքացիների համար։ Սիրելի հետևորդներ, այսօր այսքան։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն էր։ Ես խնդրում եմ դուք շատ օգնած կլինեք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին։ Շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ ցտեսություն։